Հարգելի նախագահողներ, Հաշվետու տարում արտգործնախարարությունն իրականացրել է բյուջետային 5 հիմնական ծրագիր։ Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է, որ 2024-ին պետբյուջեի միջոցներով դեսպանատներ են բացվել մի շարք երկրներում, այդ թվում Հունգարիայում եւ Կիպրոսում, իսկ 2025-ին արդեն բանակցություններ են ընթացել դեսպանատուն բացել Սողոմոնյան կղզիներում։ Ընդհանուր առմամբ օտարերկրապետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանընկալ պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին, ընդգծելով, որ այսօր ունենք աննախադեպ ձեռքբերում, փաստաթուղթ, որը լիովին համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ։ Տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանը իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Սակայն հարցին, թե եթե համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման եւ կողմերից որևէ մեկը առարկություն չունի, ապա ինչով են պայմանավորված կրակոցները Սյունիքում, Միրզոյանը չարձագանքեց։ Բուն հարցը Ադրբեջանը ի վերջո, եթե համաձայնեցված է, գնում եք խաղաղության, ինչու է կրակում։ Եվ երկրորդ հարցը արձագանքից հետո կտամ, որ ինչի չի լինելու։ Սկսեցինք հարց արձագանքով։ Տրամաբանական պատճառով ունենք սահմանափակ ժամանակ եւ շատ հարցեր։ Թեև համաձայնագրի բովանդակությունը կողմերի միջև համաձայնեցված է, Ադրբեջանը շարունակում է ներկայացնել նոր նախապայմաններ, ստորագրման գործընթացը ձգձգելով։ Դրանց թվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի զինանշանի եւ սահմանադրության փոփոխությունը, իսկ վերջերս նաեւ ռուսական զորքի դուրսբերման հարցը։ Եվ նորից հարց է ծագում, եթե համաձայնագիրը պատրաստ է, ապա ինչու է ստորագրումն այսքան ձգձգվում։ Ոնց եք պատկերացնում, հանդիպենք, ամենաէական թեմաների մասին խոսանք եւ չասենք, լավ, հարգելի հարևաններ, հիմա դուք լուրջ մտածում եք, որ այդ սահմանադրության մեջ խնդիր կա, թե ժամանակ եք ձգում։ Իհարկե ասում ենք, ցավոք սրտի ես չեմ կարող ասել, որ ես ստացել եմ, ես կամ մյուս գործընկերները վարչապետի հանդիպումների ընթացքում այս տեսակ հարցադրում անելիս ունենք լիարժեք սպառիչ ադրբեջանական կողմի պատասխան, որը ես կարող եմ ձեզ հիմա ներկայացնել։ Բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Արարատ Միրզոյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդրին, նշելով, որ սա օրակարգի ամենակարևոր եւ ցավոտ հարցերից մեկն է։ Նրա խոսքով ապօրինի պահվող անձանց հարցը շարունակում է քննարկվել, սակայն առայժմ առաջընթաց չի արձանագրվել։ Վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, կոպի շրջանակներում ուրեմն մեծ փոխանակություններ, դրանից հետո չի ստացվում եւ այստեղ երևի ոչ մեկս էլ մեծ ուրեմն ուրախ լուրեր հայտնելու ուրեմն տեղ չունենք։ Միրզոյանն ասել է, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը հայկական կողմն ուղղակի ընկալում է որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք, ասել է նա։ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալով Հայաստանը շատ ակտիվ եւ արդյունավետ երկխոսություն է վարում, որը զարգանում է շատ դրական ուղղությամբ։ Նախարարը նաև հայտնել է, որ սպասվում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանի այցը Երևան։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։